Հայաստան դաշինքը ներկայացրել է իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ, վերահաստատելով այն գնահատականը, թե սահմանադրական դատարանի որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Խորհրդարանական ընտրություններից հետո 7 քաղաքական ուժեր դիմել էին սահմանադրական դատարան, պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Սակայն Հայաստան դաշինքը վիճարկում է իշխանության ներկայացվածությունը ազգային ժողովում, այլ ոչ թե ընդդիմության ստացած ձայները միաժամանակ մանդատներ ստանձնելու հարցում դաշինքն առաջնորդվել եւ առաջնորդվելու է ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով։ Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ։ Քաղաքական ուժը հայտարարում է խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս շարունակելու են պայքարը հանուն անվտանգ եւ մրցունակ Հայաստանի։ Ավելի վաղ ընդդիմության մեծամասնություն ստացած ուժեղ Հայաստան դաշինքը եւս հայտարարել էր, որ կվերցնի մանդատները։ Քաղաքական ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով մանդատները վերցնելու որոշումն ընդունելուց առաջ քննարկել են երկու սցենար եւ եկել մի եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար եւ ազգային ժողովում օրենսդրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Կարապետյանը անդրադարձել է նաեւ համացանցում տարածված կարծիքներին, թե մանդատի համար էր այս ամենը։ Մանդատը մեզ ինչ է տալիս, ինձ ինչ է տալի, բացի պայքարից, բացի խնդիրներից, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով խնդիրներից ինչ է տալիս։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը եւ չվերցնել իր մանդատները, փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը՝ միատար խորհրդարանն ու ընդդիմության բացակայությունը ոչ թե թուլացրին, այլ ավելի ամրապնդեցին իշխող ուժին, որի վարկանիշը 2026 թվականին հասել է ռեկորդային 56%-ի։ Այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում։ Քաղաքականապես ոչնչացնելու են կրկին մինչև վերջին մարտ։ Սպասում ենք։ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ուժեղ Հայաստան դաշինքին ուղղված տեսաուղերձում նշել է, որ ընդդիմությունը մանդատների վերցնելով փորձում է խուսափել արդարադատությունից, սակայն հայտնվել է իսկ ստեղծած ծողակում, բայց ելք կա։ Լուծումը ո՞րն է։ Սուտ արդարացումներ մի բերեք, այդ հեքիաթները մի պատմեք, որ գալիս եք, որպեսզի ՔՊ-ից падգամավոր փախցնեք, որ ձեզ ընտրի, չի լինելու այդպիսի բան։ Ռուբինյանը հորդորում է ընդդիմությանը ասել, որ Հայաստանի քաղաքացիները քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տվել են մանդատ իշխանություն լինելու, իսկ նրանց տվել են մանդատ լինել ընդդիմություն։ Եվ նրանք գալիս են ազգային ժողով, որպեսզի բարձրաձայնեն քաղաքացիների խնդիրները, եւ ըստ Ռուբինյանի, սա է ընդդիմության ընտրությունը։ Չնայած ինչ եմ խոսում, դուք ինչ ընտրություն ունեք։ Ձեզ ուղղակի ասել են կգնաք մանդատները կվերցնեք, նրանք ովքեր որ ձեզ ուղարկել են Հայաստան, դուք եք խելոք պես վերցնում եք։ Դուք ով եք որ ընտրություն ունենաք։ Կհանդիպենք ազգային ժողովում։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կունենա 64 մանդատ, ուժեղ Հայաստան դաշինքը 29, իսկ Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Մարինե Դվոյան, Հորիզոն։